2026 թվականը խոստանում է լինել փոփոխությունների եւ կարևոր իրադարձությունների ժամանակաշրջան։ Armenia Today-ը հավաքել է աստղագուշակների կանխատեսումները բոլոր աստղակերպերի համար։ Դե ինչ պարզենք, թե երբ կգան փոփոխությունների ամենահարմար պահերը ձեզ համար։ Խոյերին տարին կբերի նոր հնարավորություններ, հատկապես մասնագիտական ոլորտում։ Մարտը, հունիսը եւ հոկտեմբերը կլինեն ակտիվ աճի եւ ծրագրերի իրականացման շրջաններ։ Ցուլերը կկարողանան ամրապնդել ֆինանսական դիրքերը հունվարին, փետրվարին եւ սեպտեմբերին։ Սա կայունության եւ շահավետ գործարքների ժամանակ է։ Երկվորյակների համար ամենաարդյունավետ ամիսներն են ապրիլից մինչև հուլիսը, երբ կկարողանաք ընդլայնել սոցիալական շրջանակը եւ նոր նպատակներ սահմանել։ Խեցգետիններին 2026 թվականը կբերի ընտանեկան օջախի ամրապնդում եւ ներդաշնակություն, հատկապես բարենպաստ են մարտը, ապրիլը եւ մայիսը։ Արյոցներին սպասվում է զբաղված եւ կենսուրախ տարի։ Մայիսին, հունիսին եւ սեպտեմբերին առաջնորդ լինելու հնարավորություններով։ Կույսերի համար լավագույն ժամանակներն են մարտը, հունիսը եւ հոկտեմբերը եւ հնարավոր են նշանակալի հաջողություններ։ Կշեռքին 2026 թվականը հնարավորություն կտա բացահայտել ստեղծագործական ներուժը եւ ամրապնդել գործընկերությունը փետրվարին, ապրիլին եւ օգոստոսին։ Կարիճներին 2026 թվականը խոստանում է հոգևոր վերափոխում։ Դրա լավագույն ժամանակը մարտից մինչև հունիս է։ Աղեղնավորները մայիսից մինչև օգոստոս կզգան էներգիայի ալիք, համարձակ գործողությունների եւ նոր գաղափարների իրականացման համար։ Այս եղջյուրներին փետրվարը, հուլիսը եւ հոկտեմբերը խոստանում են հաջողության շրջաններ։ Այս ժամանակահատվածում կանխատեսվում են կարիերային նվաճումներ։ Ջրհոսի համար հաջող ամիսներն են մարտը, հունիսը եւ սեպտեմբերը, երբ դուք կարողանաք իրականացնել համարձակ ծրագրեր եւ ստանալ հուզական աջակցություն։ Ձկներն ապրիլից մինչև հուլիս կանցնեն հոգևոր աճի եւ ստեղծագործական ոգեշնչման շրջանում։ Տարվա սկիզբն ու վերջը կարող են լինել դժվարություններով։ 2026 թվականը խոստանում է լինել դինամիկ եւ մարտահրավերներով լի բոլոր կենդանակերպերի համար, բայց միևնույն ժամանակ աճի եւ զարգացման հնարավորություններով։ Ամենակարևորը ինքներդ ձեզ լսելն է, ձեր նպատակներին հասնելու համար բարենպաստ ժամանակահատվածներից օգտվելով եւ դժվար իրավիճակներում հանգստություն պահպանելով։